Եթե դուք ուզում եք Հայաստանի վերաբերյալ իրական տեղեկատվություն իմանալ, լսեք Բայրամովին, լսեք Ալիևին, ցավոք սրտի նրանք են իրական ինֆորմացիան տալիս։ Արարատ Միրզոյանի ուրեմն այսպես ասած լավատեսական զառանցանքից հետո Բայրամովը պարծնցուկը պայեց Արարատ գործակալ Միրզոև գործակալ Օմեգայի վրա եւ հայտարարեց, որ ռուսի լավ բան չի լինելու։ Ասել ենք պետք է համանadrություն փոխեք, համանadrություն պետք է փոխեք։ Ասել ենք Մինսկի խումբը պիտի լուծարվի, բայց ես ավելին ասեմ, շատ վատ լուր։ Ադրբեջանը նույնիսկ այդ պարագայում չի ստորագրելու ոչ մի համաձայնագիր։ Ոչ մի համաձայնագիր չի ստորագրելու։ Ադրբեջանը նոր 5 պահանջներ է ներկայացնելու Հայաստանի Հանրապետությանը։ Նոր 5 պահանջներ, նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը կեղծիքների միջոցով համանadrությունը փոխի Մինսկի խումբն լուծարի, Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնելու։ Եվ իդեպ ես դեռ նշեմ, այդ զառանցանքները ազգային ժողովի անդամից այդ խշշոցը, որ իբր թե իրան գյուղացիները ասում են թե բանը ինչի Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանդում չեն, իրականում դա Ալիևի պահանջների վերաբերյալ զոնդաժ էր, ինքը հայց գծեց հանրության մեջ, հասկանալի է, չէ՞։ Ալիևը ինչ է պահանջում, Ալիևը նոր 5 պահանջներ ունի, որոնց մասին Հայաստանի իշխանությունները ծպտուն չեն անում, լրատվամիջոցներն շատ դեպքերում լռում են, որովհետև այդ պահանջները Ալիևը ներկայացրել է Բաքու TV կայքի միջոցով։ Իսկ 5 պահանջները հետևյալն են. Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից 30-ամյա օկուպացիայի համար, սա ես ադրբեջանական ուրեմն տեսակետն եմ հնչեցնում, ինչպես են իրենք դա ներկայացնում։ Պետք է պատժի օկուպանտներին, երկրորդը պետք է փոխհատուցում տրամադրի Ադրբեջանին մի քանի 100 միլիարդ դոլարի 30-ամյա օկուպացիայի համար, պետք է կազմաքանդի հայկական բանակը եւ հայկական բանակը պետք է չունենա ծանր եւ հարձակողական տեխնիկա, Հայաստանը պետք է հետ վերադարձնի այն տեխնիկան, որին կձեռք է բերել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բոլոր այն երկրներին ումից ինքը քնել է։ Հաջորդը Հայաստանը պետք է տրամադրի Ադրբեջանին ադրբեջանա-թուրքական տանդեմի ցանկության Զանգեզուրյան միջանցքը եւ հինգերորդը Հայաստանը պետք է թույլ տա բնակեցնել իր հատկապես հարավային շրջանները, այսինքն Սյունիքի մարզը 300,000 ադրբեջանցիներով, որոնք պետք է ունենան հատուկ իրավունքներ Հայաստանի Հանրապետությունում եւ լինեն պաշտպանված։ Ահա 5 նոր պահանջները։ Եվ հիմա բացարձակ զարմանալի չէր ինձ համար, որ կապիտուլյանտ Նիկոլը հելեներ ասում էր մանկապարտեզ են կառուցում, ասֆալտ են անում, բայց միևնույն է, ինչ որ ժողովուրդ Իրանից հատկապես այդ գեղացիները բարի բուն իմաստով Իրանից պահանջում են բանդարգել Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի։ Ոչ, Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի բանդարգման պատվերը Նիկոլին տրված է Բաքվից։ Ես ձեզ նշեցի 5 նոր պահանջները, որոնցից առաջինի մեջ գլխավոր պահանջներից մեկը Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տարած հրամանատարների եւ ղեկավարների տալանավորումն է եւ պատժումն։ Եվ այդ խուլիգանությունը կապիտուլյանտ ոչնչություն Ալիևի կոշիկները լիզող Նիկոլ Փաշինյանը փորձում է իրականացնել ժողջանի իբր թե պահանջների հիման վրա։ Հասկանալի է։ Հիմա դուք այս ղշղշի հայտարարությունների մեջ ոչինչ պատահական չբանանեք, ինքը պատահական ոչինչ չի։ Այդ նույնիսկ խշխշոցը, այդ հիստերիան, այդ խուլիգանությունը, այդ համբալ գոռալը, այդ իբանը, ստեղծեք հասցրեք ճղճղոցները եւ այլ ասենք հետո եւ դրանք ոչ մեկը պատահականություն չեն։ Ինքը հատուկ ամեն ինչ համեմված ներկայացնում է հանրությանը այնպես, ինչպես իրեն պետք է։